արգելք չէ կարող սպասել, որ նիստը վերջանա նոր լրագրողները դուրս գան։ Ինչ խնդիր կա, ինչ են արել։ Ուղղակի մասնակցում են հանձնաժողովի նիստին։ Երբ որ նրանց արգելված չէ, իրենք անցատուկտում են։ Եվ խնդրենք ձեր ձեռքերը հանեք։ Եվ 1000 ներողություն կներեք։ Ես հարցազրույց չէի տալի, դրա համար ձեր դեպանոց էր։ Դուք տեսաք, որ ես հարցազրույց էի տալիս։ Չէ, դե կազմեցիք ուզում եք խոսել։ Ես չէի ուզում խոսեի։ Դե հարցը հնչել լրագրողի կողմից, որ հանձնաժողովի նախագահը թույլ է տվել, որպեսզի տվյալ լրագրողները նիստին մասնակցեն, դրանից հետո նոր դուրս հրավիրեն իրենց ըստ կարգի։ Խոսքը դրան է վերաբերում։ Չեք մեկնաբանում։ Ոչ։ Ինչու։ Որտեղ դուք բոլորդ պետքա ծանոթ լինեք։ Մենք ծանոթ Ռեժիմի եւ հավատարմագրման կարգին ծանոթ եք։ Ահա։ Կներեք։ Լրագրողների համակարգ անցածը եւ լրագրողները падգամավորի գործունեությունը այս պահին լուսաբանում են։ Ոչ, այդպեսի բան գրած չկա այնտեղ։ Բայց հանձնաժողովի հստակ նշած է, որ տվյալ լրագրողը падգամավորի կամ падգամավորի օգնականի ուղեկցությամբ գնում է հանդիպում է падգամավորի հետ, սենյակում հետ է գալիս եւ հետ է ուղեկցվում։ Հիմա կարաք բացատրեք ինչի մասին է խոսքը։ Լուսաբանելու չի կարող, դեպքում ինչու է մտնում։ Ստորագրում եք այդ փաստաթղթի տակ։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում նորից ծանոթացեք։ Շնորհակալություն։ Իմ հարցին կպատասխանեք, թույլ է տվել, խոսքը դրան է վերաբերում, այստեղ կարգավորումը ո՞րն է։ Անդրանիկ Քոչյանը կամ որևէ հանձնաժողովի նախագահ չի կարող թույլ տալ բացի հավատարմագրված լրագրողներից այլ լրագրողների գործունեություն իրականացնել, շնորհակալություն։ Որ օրենքի կարգավորում չկա նման, որ իրանք Գեգամ Մանուկյանը իր բան կարող է ծանոթ չլինել, բայց դուք պետքա ծանոթ լինեք։ Հիմա ինչ է կարող։ Թույլ տվեք որպես աշխատողները այստեղ։ Դուք պետք է հարավիրենք։ Եթե ինքնական չեն գտնում։ Բայց նիստը կավարտվի դուրս կգա։ Որ սպասեք ազգային անվտանգության հարցը լրագրողներին այս պահին հանելը։ Ես իմ ասում եմ նիստը որպես վարող դուրս եք։ Շատ լավ, հիմա դուրս եկեք, թողեք աշխատեք, դուրս եկեք։ Երբ որ ձեզ իրավունքին կգան, որպես լրագրող հանդես գանում կգաք են։ Շատ լավ։ Գեղամ Մանուկյանը կարա իր սենյակ հրավիրի, բայց ոչ դուրս եկեք։ Պատորեն շատ լավ։ Դե որպես դրամանը դուրս եկեք։ Առաջնորդում դուրս եկեք։ Ես խնդրում եմ լրագրողներին չխոչեն գործեն։ Մեկ լրագրողներ որպես եկեք։ 5 րոպե միջում դասում։ Գեղամ Մանուկյանի հանձնաժողովի նիստի նիստը լուսաբանելու։ Գեղամ Մանուկյանը չի նիստը ղեկավարում։ Դուրս եկեք։ Բայց դուք նոր թույլ եք։ Դուք եք տվել, որտեղ չլուծած խնդիրներ կան։ Շատ Կամայական որոշմանը մի ենթարկվեք։ Կամայական որոշում է։ Կամայական դուրս եկեք ասում։ Մենք չկապեց աշխատողների։ Հարգելի գործընկերներ, աշխատողների։ Ես շատ հագիստ Դավիթ Արաքելյանը հուսա միջանցքում է, չի փախել մտել իր կաբինետը։ Մենակ վերահանգ է կատարում։ Ալեքս Սիմոնյանը ձեր ներողություն
Մեկ անգամ ինձ հավատարմագրումից զրկելու մասին հաղթել եմ։ Դուք մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերեմ վճիռը ձեզ Դուք ցույց տամ։ Արաչի Ացյանի դատարանի Դուք որոշում Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Արաքելյան։ Դուք Արաչի Ացյանի դատարանի որոշումը դա դեռ հաղթանակ չի եւ օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերականգնում եք բողոքարկե, փրփուրներից եք կապել, պարոն Արաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Պարոն Արաքելյան, դուք չեք կարող մեզ զրկել շենք մտնելու դուրս անեք։ Հավատարմագրումից եք զրկել։ Հարգելի բավական աշխատել Դուք չեք որոշել։ Մանուկյան, քնար, մի րոպե։ Թույլ տվեք մեր գործընկերներին շատ կարճ պարզաբանել։ Կարգի։ Պարոն Մանուկյանը ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում է Պարոն Մանուկյանը կուղեկցիզ է, Պարոն շնորհակալություն։ Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրում, Դա դատարանը կորոշի։ Դատարանը կորոշի։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր, թքեց քաղաքացու վրա, ձերքերը ոլորեց տվեց, պատասխանատվության չի ենթարկվեց, այս դեպքում պատասխանատվության ենթարկվեց։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալ։ Ըստեյության ինչ է եղել։ Չենք անում, Ժորժ ջան, դուրս են գալիս։ Դու արդեն քնար, լրատվական աշխատանք ես իրականացնում։ Ոչ, չէ, կբացատրեք դրսում, հարգելի, լսի, դուք մի անգամ հայտով եք մտածում։ Դուք կբացատրեք, կամ պարոն Մանուկյան, խնդրում եմ ձեր սենյակում թող բարձաբանեք։ Ձեր սենյակում չենք խառնվել։ Ասում եք, որ դուք խառնվել։ Ժորժ ջան, ճանապարհը բացեք։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել էր հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կասեց, Արթուր Հովհաննիսյանի քննադատության քարտուղարի մասով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Առաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Հիմա Բացեք, որ կարող արեք, ճանապարհը բացեք։ Քնար, դուրս են գալի։ Դուրս են գալի։ Հա, всё, քնար։ Մենք եկել ենք եւ լուսաբանում ենք իր գործը։ Մենք շոու չենք անում։ Շոու եք անում, դուք Ալեն Սիմոնյանի շոուն եք չենք անում։ անում։ Մենք չենք խոսում գնացին։ Ու գնում եք Գեղամ Մանուկյանի Շատ լավ։ Ավելին ասեմ, գործընկերներ ջան, դեսեք ուշադիր, ձեզ ավելին ասեմ, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի աստիճանների մոտ սպառնացել է ինձ եւ իմ գործընկեր Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացվելու եք։ Արթուր Հովհաննիսյանը այն պատգամավորն էր, որը թմրանյութի 0.24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթով անցել է եւ այսօր եկել է մեզ սպառնալիքներ են հնչեցնում։ Հովհաննիսյանը լրագրող է եղել ու իրեն ազգային ժողովի հետևություններ անեք, այո։ Իրեն տվել լուսաբանել, կան հարցեր այնտեղ որտեղ իրեն ցանկացել է։ Սա ինչի մասին է խոսում։ Իրենց համար, եթե ոչ ցանկալի հարց հնչում, սա բոլորին է վերաբերվելու, հարգելի լրագրողներ, ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որտեղ մենք Հայկ Կոնջարյանին փորձել ենք հարցնենք, որտեղից ձեզ Town House-ը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մեզ հանել են դուրս։ Ընդհանուր է գալիս ալու համար, Խնդրում եմ, էլի մի հատ իսկ լսեք։ 4 կլան գործել է Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, Հայկ Կոնջարյան եւ Արթուր Հովհաննիսյան։ Մենք դուրս ենք գալիս։ Всё, դուրս են գալի։ Ես ինչ ապօրինություն է։ Դավիթ Առաքելյանի եւ Արթուր Հովհաննիսյանի թվում է, թե մեզ ազգային ժողովում մեկ մուտքը արգելելով հավատարմագրումից զրկելով մենք իրենց չենք տեսնելու եւ իրենց
կոնկրետ գործունեության մասով հարցեր չենք ուղղելու չարաչար սխալվում են։ Շարունակելով մեր մասնագիտական գործունեությունը Մանուկյանն ուր է, կոնկրետ մեծ ապուրինի հավատանազունի զրկելու մասով, բայց այո, նախատեսված վայրում հարկերի զրկել են։ Սենյակ չեք մտել, քան ՊՊՑ աշխատակիցներին դες վստահեցնում եմ, հարցրել եք, անգամ հարկերի գործընկերներ, եկեք գնաք այդ մուտքը, գնում եք Պարոն Մանուկյան, Ես ուզում եմ մուտքը ցույց տամ, մուտքը, որը մեր համար նախատեսված է եղել։ Մանապանը բաց է, Ես են օրինակը պահանջի չես երցարկում։ Պատգամավորի սենյակ պիտի գնալու եք տամ։ Բայց լրագրող իրավունք ունի գնա պատգամավորի սենյակ։ Թողեք իշեք բրցում եք ամենատարավ։ Բայց հիմա դուք եք անօրինություն գործում, որովհետև թույլատրվում է, որ լրագրողը մտնի պատգամավորի սենյակ։ Ամենեն հարգանքով, ռեժիմի խախտում եք, օրինական պահանջները չեք կատարում, դուք Ոչ, ռեժիմի երեք անգամ Ինձ գոնե չէ։